Դասերից դուրս շատ կարևոր են իրական հանդիպումներն ու քննարկումները, հատկապես մեկ բաժակ թեյի սեղանի շուրջ, այնպես չէ՞։ Հենց այդ նպատակով էլ օրեր առաջ կազմակերպել էինք թեյախմություն մեր լավագույն ուսանողներից մի քանիսի հետ։ Ունեցանք հրաշալի շփում, փորձի փոխանակում, էլ ավելի լավ ճանաչեցինք իրար ու մտերմացանք միմյանց հետ։ Ես Աննան եմ, գրաֆիկ դիզայներ, շատ վաղուց փնտրում էի գրաֆիկ դիզայնի ինչ-որ կենտրոն, ինչ-որ տեղ, որտեղ որ կարող էի սովորել իմ երազանքների մասնագիտությունը։ Հետո շատ պատահական Facebook-յան հայտարարությամբ գտա Սովորիր IT-ին ու դիմեցի։ Ամենակարևորը ինձ համար այն է, որ ինչի համար որ դիմել էի, այսինքն այդ ամբողջ այդ բազան, որ ես ուզում էի վերցնել Սովորիր IT-ից, այդ գիտելիքները գրաֆիկ դիզայնի հետ կապված, ես վերցրեցի, յուրացրեցի շատ լավ, որովհետև մասնագետները, որոնք որ տալիս են այդ ինֆորմացիան, բավականին լավ մասնագետներ էին, բացի այդ նոր ընկերներ, նոր շրջապատ ձեռք բերեցի, ինչի համար, որ կրկին շնորհակալ եմ Սովորիր IT-ին, գտա նաև շատ հեշտ, ճիշտ է ֆրիլանս, բայց նորից շատ հեշտ աշխատանք, ինչի համար կրկին շնորհակալ եմ Սովորիր IT-ին, որովհետև իրենց միջնորդությամբ, իրենց աջակցությամբ ես գտա, թերևս այսքան է։ Աշխատանքի փնտրտուքների մեջ էի, հենց առաջինը, որ մտքիս եկավ, սովորել ինչ-որ մի մասնագիտություն, ու այդ մասնագիտությունը եղավ գրաֆիկ դիզայնը, ահագին փնտրելուց հետո կանգ առա Սովորիր IT-ի վրա, հիմնվելով իրենց էջում տարածված կարծիքների վրա, ուսանողների կարծիքների վրա, իրենց առաջխաղացման վրա, հենց որոշեցի սովորել Սովորիր IT-ում։ Սովորիր IT-ն ինձ տվեց բավականաչափ գիտելիքներ, որ հիմա ես կարողանում եմ աշխատել։ Սովորիր IT-ն տվեց նաև նոր ծանոթություններ, լավ ընկերներ։ Սովորիր IT-ին տեսել եմ Instagram-ի գովազդներով, որոշեցի ընտրեմ SMM-ը, որովհետև այդ ավելի հոգեհարազատ թվաց։ Դրանից հետո ավարտելուց հետո աշխատել եմ ու նաև հիմա էլ եմ ուսանող copywriting-ը արդեն ավարտել եմ, վերջի դասն է մնացել, որ պետքա ստանանք ու ավարտեմ, ու նաև հետագայի համար reel making-ել եմ վերցնելու, որտեղ շատ գոհ եմ իրանց աշխատանքից եւ դասընթացավարի եւ ընդհանուր մենթորի աշխատանքից, որովհետև իրանք այնքան պարզ են բացատրում, որ շնացած ամեն ինչը բավականին հեշտ է տրվում։ Սա եւս մեկ ապացույց է այն գաղափարի, որ մենք միայն դպրոց չենք, մենք ընտանիք ենք։